Ողջույն, արդեն 111 տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հիշատակում եւ ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը նախորեն տեղի ունեցավ Երևանում ավանդական ջահերով երթը այս տարի Թուրքիայի դրոշի հետ միասին դաշնակցական երիտասարդները չայրեցին Ադրբեջանի դրոշը այլ միայն Թուրքիային է եւ սա 2021 թվականից հետո առաջին անգամ Իշխան Սաղաթելյանը ասում էր մի տարի կայրեն, մի տարի չեն այրի, պետք չի դիրքորոշման փոփոխություն փնտրել, սակայն արդյոք չի փոխվել ոչ միայն դաշնակցության, այլև ընդհանուր հայաստանյան քաղաքական դաշտի, վերլուծական դաշտի հրապարակային գոնե վերաբերմունքը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին պայմանավորված հունիսի 7-ի ընտրություններով իշխանական եւ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերն են խոսում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման անհրաժեշտությունից, օգտագործելով տարբեր արձագաններ, ուժեղ խաղաղություն, ինքնիշխան, արժանապատիվ, իրական, կառավարող ուժը ասում է կա խաղաղություն, մնում է այն ինստիտուցիոնալ դարձնել, ընդդիմությունը տեսում է երաշխավորի կարիք օրվա խորհրդի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում էր մեծ եղերնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանքեր Factor TV-ում հրավիրել ենք քննարկում հասկանալու Հայաստանի արևելյան եւ արևմտյան հարևանների հետ հարաբերությունների դինամիկան, ինչ է սպասվում խաղաղություն, ապաշրջափակում, թե կան կոնֆլիկտի վերսկսման ռիսկեր Factor TV-ում քննարկմանը մասնակցում են Գեորգի Միրզաբեկյանը, արևելագետ եւ Civilnet-ի տարածաշրջանային հարցերով փորձագետ, Արսեն Խառատյանը, Ալիք Մեդիայի հիմնադիր եւ կոնֆլիկտաբան, Սաքո Արյան, Մերձավոր Արևելքի խնդիրներ լուսաբանող լրագրող եւ Ռոբերտ Ղևոնդյանը, քաղաքագետ, հայկական խորհրդի փորձագետ, սկսենք ձեզնից, պարոն Ղևոնդյան, հարաբերությունների կարգավորումն է այսօրվա թիվ 1 օրակարգը, թե այլ գնահատական ունեք, մենք ինչպես նշեցի, տեսնում ենք վերջին շրջանում զարգացումներ, խորհրդանշական էր Ադրբեջանի դրոշի, շահերումը այս տարվա Նիկոլ Փաշինյանի ուղերձից հատված բերեցի, ինչ եք դուք տեսնում։ Տեսեք, նախ պիտի նշեմ, որ մշտապես Հայաստանը ցանկացել է ունենալ կարգավորված հարաբերություններ իր երկու հարևանների հետ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ղարաբաղյան կոնֆլիկտը կար, հայկական կողմից բազմաթիվ առաջարկներ, նախաձեռնություններ են եղել տարբեր հումանիստական եւ այլ ոլորտներում որոշ գործընթացներ իրականացնելու Ադրբեջանի հետ, Ադրբեջանը մշտապես մերժել է եւ հայտարարել է, թե մինչեւ Արցախի խնդիրը չլուծվի, նա որևէ համագործակցության, որևէ ռեալ իրական գործողությունների չի գնա։ Ինչ վերաբերում է Թուրքիային, մենք գիտենք, որ բազմաթիվ տարբերակներ են եղել, որոնց շրջանակներում խոսակցություններ են գնացել, որ հայ-թուրքական սահմանը բացվի, համագործակցություն լինի եւ այլն։ Եվ այս առումով ես չեմ գտնում, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում հիմա, Հայաստանի կողմից դիրքորոշման փոփոխության արդյունք են։ Դրանք ավելի շուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից դիրքորոշման փոփոխության դիրքորոշումների փոփոխությունների արդյունք են կապված այստեղ կարծում ակնհայտ է նրա հետ, որ Ադրբեջանը ուժի միջոցով Ղարաբաղը վերադարձրեց իր տիրապետության։ Բայց նաև պայմաններ են բարբերաբար առաջադրվում, այնպես չի ոչ այսպես պայմաններ առաջադրվել են մշտապես եւ Թուրքիայի կողմից են պայմաններ եղել եւ Ադրբեջանի կողմից նույնիսկ ֆուտբոլային դիվանագիտությունը ըստ հայտնի տեղեկությունների ձախողվեց, որովհետև պայմաններ էին առաջադրվում Հայաստանին։ Այսօր փաստացի եկել է մի իրավիճակ, երբ առաջադրված այդ պայմանները կամ նոր առաջադրվող պայմանները, որոնք գոյություն ունեն էականորեն չեն հատում Հայաստանի Հանրապետության կարմիր գծերը, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնությունների գնացել է արդեն եւ սպասում ենք հակառակ կողմերից համապատասխան գործողությունների։ Ադրբեջանը արդեն մեկ գործողություն կատարել է, բացել է տարանցիկ փոխադրումը դեպի Հայաստան, բայց սահմանները դեռևս փակ են մնում, ինչը ես ամեն դեպքում կապում եմ նրա հետ, որ Հայաստանը դեռևս վստահություն չի ներշնչում իր քաղաքականության շարունակականության առումով, որովհետև դուք էլ նշեցիք, որ կան քաղաքական ուժեր, որոնք հակառակի մասին են խոսում են այն մասին, որ Արցախ ենք հետ բերելու, պատերազմի միջոցով ընդ որում այսինքն հունիսի 7-ից հետո ինչ որ զարգացում է սպասել։ Ամենայն հավանականությամբ թե օրինակ պայմանագրի ստորագրությունից տեսեք, պայմանագրի ստորագրումը իրենք կապում են սահմանադրության փոփոխության հետ, բայց ես դրա մասին հիմա կխոսեմ, բայց այլ ուղղություններով այո, առաջընթաց որոշակի հունիսի 7-ից հետո հնարավոր
հնարավոր է, առավել եւս որ կարծում եմ արդեն շատ մեծ է հավանականությունը, որ քաղաքացիական պայմանագիրը շարունակելու է իշխել Հայաստանի Հանրապետությունում, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը էական վերափոխումների չի ենթարկվելու եւ դրանից հետո կարող ենք սպասել որոշակի գործողություններ նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Առանձին Թուրքիայի դեպքում ակնհայտորեն այստեղ Ադրբեջանի էական եւ հսկայական ազդեցություն կա եւ այնպես չէ որ միայն Անեն Սիմոնյանի ելույթից հետո գիտենք որ Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը եւ Թուրքիան գործողություն չի ձեռնարկում այդ խնդիրը վերացնելու նախկինում էլ դա պարզ էր բազմաթիվ դեպքերում բազմաթիվ տեղերում մենք տեսել ենք նման դրսևորում ինչ վերաբերում է ձեր հարցին Ադրբեջանի հետ կապված կհիշեցնեք Ադրբեջանի հետ կապված հարցս հետեւյալն էր ինչու այսօր ադրբեջանական կողմը օրինակ վերաձևակերպեմ գնում է կես քայլերի, հա, թույլ է տալիս ցորեն եւ այլն, բայց նաեւ ամբողջական այսպես կարգավորում չկա ապաշրջապատի որովհետեւ հնարավոր ամենափոքր քայլերն են կատարվում, որոնք եթե Հայաստանը իր քաղաքականությունը փոխի, անմիջապես հետ վերադարձի հնարավորություն կլինի իմ դիտարկմամբ, ես տեսնում եմ, որ օրինակ բացել են տարածիկ փոխադրումը, կարող են վաղը փակել, դա խնդիր չի, իսկ սահմանը բացել փակելը դա շատ ավելի բարդ երկարաժամկետ, շատ ավելի մեծ խնդիրներ հարուցող գործընթաց է։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, որի մասին դուք նույնպես ասացիք, ես նշեմ, որ երբ ես քաղաքացիական հասարակության քաղաքացիական հասարակությունների հանդիպման ձևաչափով Ադրբեջանում է, այդ հարցը քննարկվել է, ինչ կլինի, եթե օրինակ սահմանադրությունը չփոխվի Հայաստանում, որովհետև կան զարգացումներ, որոնց դեպքում կարող է հնարավոր չլինել ուղղակի, օրինակ ժողովուրդը կարող է դեմ քվեարկել կամ կարող է չգալ ընտրություններին, եւ ընդհանուր տրամաբանությունը եղել է այն, որ պատասխանի տրամաբանությունը եղել է այն, որ այդ դեպքում խաղաղության պայմանագիրը հավանաբար չի ստորագրվի, բայց դա չի նշանակում, որ մենք այլ ուղղություններով կամ նույնիսկ խաղաղության պայմանագրի որոշ կետերի ուղղություններով քայլեր չենք անի։ Գուցե գործընթացը գնա ավելի դանդաղ, բայց գործընթացը կգնա։ Շնորհակալ եմ, պարոն Խարատյան, դուք ավելի պրոցեսների վեկտորը տեսնում եք ավելի ապաշրջափակում, համագործակցություն, դիվանագիտական հարաբերությունների հաստատում այդ ուղղությամբ է գնում, թե սա ինչ որ ինքնախաբեություն է, չգիտեմ, ինչ որ թաքնված ծրագրեր ունի Բաքուն, Անկարայի աջակցությամբ, որովհետև երբ որ ընդդիմադիր ուժեր հատկապես կառավարող ուժի քաղաքականություն կասկածի տակ են դնում, նրան քննադատում են սխալ հաշվարկելու մեջ, ինքնախաբեության մեջ, ժողովրդին խաբելու մեջ, կես խաղաղությամբ եւ այլն, որն է ձեր դիրքորոշումը։ Ինչ, եթե դեմ չեք ձեր հարցին անդրադառնալ, օրվա խորհրդի հետ կապված դուք սկսեցիք նրանից, որ 111 տարի է նշում ենք, իրականում 1965 թվականն է եղել առաջին տարին, երբ հայերը ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ուրեմն արարողություններ են իրականացրել, ուզում եմ հիշեցնել նաև խորհրդային շրջանում ընդհանուր մինչև Ստալինի մահը Հայաստանը ոչ միայն թույլատրված չէր այդ մասին խոսել, այլև Թուրքիայի դեմ որևէ բան ասողին Սիբիր կարող էին ուղարկել, եւ դա խորհրդային շրջաններ, այն ժամանակ պարսիկներ մեր թշնամին, հա, Դավրիժեցի էին հիշել եւ շահաբասներ հիշատակվում, իսկ քանի որ քեմալական Թուրքիան խորհրդային միության ուրեմն հիմնական առանցքային պարտներներից էր, հայերին թույլատրված չէր այս մասին խոսել, իրավիճակը փոխվեց ՆԱՏՕ-ի ստեղծումից հետո եւ խորհրդային իշխանությունների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ փոխվեց եւ հենց այս շրջանում սկսեց խրախուսվել Հայաստանում հայոց ցեղասպանության հիշատակման օրերը եւ այլն եւ այլն։ Ուզում ասել շատ կարեւոր է որպեսզի մենք հասկանանք մի կողմից իհարկե հայոց ցեղասպանությունը ինքնին թե ինչպես է դա դարձել մեր կարևոր քաղաքական կամ ինքնության հետ կապված սեգմենտ մեր խոսակցության մեջ եւ ինչպես է աշխարհի հետ մեր հարաբերություններում տեղ զբաղեցրել դրա պատմական ժամանակահատվածներն էլ կարևոր են եւ վարչապետի այդ ասածն ինձ համար զարմանալի եւ տարօրինակ է, որովհետեւ մի կողմից այո, իհարկե, միշտ եղել են երրորդ կողմեր, որոնք հայոց ցեղասպանության հարցն օգտագործել են Թուրքիայի դեմ եւ հենց այդ պատճառով է, որ չնայած դա մեր վերահսկողությունից դուրս է եւ կարծում եմ Թուրքիայի վերահսկողությունից էլ դուրս է շատ հաճախ, որովհետեւ այդ երրորդ երկրները Թուրքիայի հետ քաղաքականությունը բարելիս նաև օգտագործում են վառ օրինակ է 2 տարի առաջ արդեն Իսրայելի Կնեսետում հերթական եւ Նեթանյահուի հայտարարությունը որոշ ցինիզմով հայոց ցեղասպանության մասին։ Ուրեմն այս առանձնացնենք, տարբերակենք հայոց ցեղասպանությունը որպես մեր հավաքական ինքնության կարևոր հատված լինելուց զատ նաև քաղաքականության միջազգային քաղաքականության հատված է ցավոք հաճախ մեր վերահսկողությունից դուրս։ Այստեղ կանգ առնեմ։ Հիմա խոսելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման կամ գործընթացի մասին ընդհանրապես ես չեմ կարծում որ սա ինքնախաբեության հարց է, այստեղ
այս կոնկրետ փուլում մեր դիրքավորումների եւ շահերի խնդիր է։ Պարոն Ղևոնդյանն ասաց, որ ճշգրիտ ասաց, որ այս պահին կարող է տրանզիտը բացվում է, հետո կարող է փակվել, սահմանների բացելը շատ այլ է, բայց ես ուզում կրկնել, որ այստեղ Ադրբեջանի հիմնական մոտիվացիան ոչ թե երկու առանձին մոտիվացիա կառանձնացնեի, ոչ թե այդպես բարի կամքի դրսևորում է կամ դեպի խաղաղության գնալ, այլև նախ եւ առաջ 9-7-րդ բանաձևից ձերբազատվելն է, որը ժամանակին ընդունվել է Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից, որը հենց պայմանավորված է եղել Հայաստանի շրջափակումը շարունակական պահելով եւ նույնիսկ օգոստոսի 8-ի 2025 օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո երբ Թրամփը հայտարարեց թե 907 բանաձևներ են չեզոքացնելու, կոնգրեսից ասացին դու չես որոշել, դա մենք ենք որոշել, այսինքն Միացյալ Նահանգների գործադիրը, օրենսդիրը այս պարագայում այս լծակը շարունակում է պահել, Ադրբեջանն էլ պրոգրես է փորձում ցույց տալ, որպեսզի այս խնդիրը լուծի եւ երկրորդ այս գործընթացը ակտիվացա, որովհետև Վրաստանը տարիֆներ բարձրացրեց նաև Ադրբեջանի վրա, Ադրբեջանը ասաց դե եթե այդպես հիմա կտեսնենք թե այդ ոնց եք դուք որոշում մեր փոխարեն։ Ուրեմն ես չեմ կարծում թե այստեղ պատրանքների հարց է, շատ կոնկրետ այս կոնկրետ քաղաքական միջավայրում, որում գործում ենք, եւ ռեգիոնալ իմաստով եւ աշխարհաքաղաքական իմաստով նպատակահարմարությունների խնդիր է։ Կրկին բանալիզային հղումանելով համաձայն եմ, որ հատկապես սահմանության հարցը անկանխատեսելի է եւ Ադրբեջանը հասկանում է, որ այս նախապայմանը պահելով կարող է փակուղային դառնալ, որովհետեւ հասկանալի է, որ 50%-ից ավելի մեր ընտրողները պիտի մասնակցեն եւ պիտի կողմ քվեարկեն դրան, որպեսզի սա իրականություն դառնա, իսկ եթե իրենք իսկապես, իսկ կարծում եմ, որ այս փուլում իրենք դեմ չեն այսպիսի պայմանագրով առաջ շարժվել, ուրեմն իրենք պիտի այնպես անեն, որ դեմքը փրկելով կարողանան այս նախապայմանները կամ փոխակերպել կամ դրանցից հրաժարվել։ Շնորհակալ եմ։ Պարոն Միրզաբեկյան, տեսեք, Հայաստանի իշխանությունը արդեն մի քանի տարի շարունակ հայտարարում է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային օրակարգում առաջնահերթություն չէ, եւ անգամ վարչապետի մի քանի այսպես ելույթներ հիշելով որոշակի չգիտեմ, քննադատական հայացք են անետում այն առաջնորդների նկատմամբ, ովքեր հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի հետ հարաբերություններում օգտագործում են պատժելու նպատակով կամ ճնշում գործադրելու նպատակով, անգամ բերում էր մի առաջնորդի հետ իր զրույցից մի հատված, որ ասում է ինչու եք դուք այդ հարցը առաջ քաշում եւ այլ։ Այդ տեսեք, ինչ վնաս կամ ինչ օգուտ է ստանում Հայաստանի Հանրապետությունը այս հարցը միջազգային թիվ 1 հարց կամ առաջնային հարց չդարձնելով, ես գիտեմ լիքը նշումներ ունեք, իմ հարցից հետո կարող եք, այո, նաև դրան անդրադառնալ, խնդրեմ։ Շնորհակալություն, այո, իսկապես այսօր ոգեկոչում ենք 1 միլիոն զոհերի հիշատակը հայոց ցեղասպանության եւ այս առումով շատ կարեւոր է ձեր բարձրացած հարցը։ Իրականում այս խնդիրը, որի մասին դուք հիշատակեցիք, այս դիսկուրսները նոր չեն, առնվազն մեր նորանկախ պատմությունից ի վեր քաղաքական դաշտում նաև վերնախավի շրջանում միշտ քննարկումների տեղիք է տվել, թե Հայաստանը ի վերջո ինչպես պետք է առաջ շարժվի, ինչպես պետք է վարվի հայոց ցեղասպանության հետ, որովհետև մինչև Լեռնային Ղարաբաղի ակտիվ հակամարտությունը հենց հայոց ցեղասպանությունը նաև իմանում ենք, կարդում ենք եւ հայտնի է, որ դա նաև եղել է կարևոր թնջուկ հայ-թուրքական հարաբերությունների եւ սրան էլ նաև գումարվել է այն, որ սա, ինչպես պարոն Խարատյանը ճշգրիտ ներկայացրեց, սա նաև շահարկվել է, նաև օգտագործվել է կամ առաջ է տարվել, ես միայն բացասական իմաստով չեմ ասում, բայց սա նաև առաջ է տարվել միջազգային հանրության կողմից, նաև ճանաչման հետ կապված եւ սա մի ժամանակահատվածում եւ երկար ժամանակահատվածում գաղտնիք չէ, որ մեզ համար շատ կարևոր է եղել։ Բայց հիմա մենք այլ իրավիճակում ենք գտնվում եւ հիմա կարծեք թե առաջնահերթությունները փոխվել են։ Այն առաջնահերթությունները, որ հիմա մենք տեսնում ենք, որ փոխվել են, դա նույնպես նոր չէ, գալով այդ առաջարկի, որտեղ առաջին նախագահի ժամանակ էլ կարծեք թե շեշտը դրա վրա չէր դրվում, հետո որոշ ժամանակ հետո մենք վերադարձել ենք, կարծեք թե երկու տարբերակն էլ փորձել ենք եւ այն արհավիրքներից հետո էլ հասկացել ենք մեզ համար գուցե որ ավելի օպտիմալ տարբերակը սա է։ Ինչ վտանգներ է բացում առ այն, որ մենք շատ ենք քննարկել, որ շատ ժամանակ սպասել են գերտերություններից մեկը ճանաչի Միացյալ Նահանգները եւ դրանից այսքան արծարծվող խոսույթ էլ կա, բայց Միացյալ Նահանգները հա աշխարհի թիվ 1 պետությունը ճանաչեց եւ մենք տեսանք, որ դա մեծ հաշվով որևէ ազդեցություն չթողեց եւ Թուրքիայի վրա կամ Թուրքիայի ճանաչման գործում եւ ստացվում է, որ այն միտումը կա, որ մենք մեր հարցերը պետք է լուծենք Թուրքիայի հետ, առայրեցվելով հայոց ցեղասպանությանը եւ փորձելով այդ փաստը հաշվի առնելով
կառուցենք մեր հարաբերությունները, այս իմաստով արտաքին ուժերի հայտարարությունները կարող են դիտվել որպես շահարկումներ եւ ստվեր նետեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։ Այս միտումը կարծում եմ, որ այս ըմբռնումը կա Հայաստանի իշխանությունների մոտ, ես այդպես կներկայացնեմ։ Ինչ վերաբերում է գալով բուն հարցին, եթե կարելի է Ադրբեջան կամ Թուրքիա գործընթացին, ես կարծում եմ, որ մեզնից, այսինքն այն տանային աշխատանքը, որ շատերս խոսում ենք, մեզնից դա արվում է, մենք սկզբունքորեն կողմ ենք հարաբերությունների կարգավորմանը եւ գնում ենք այդ ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ Ադրբեջանից եւ մասնավորապես Թուրքիայից ընդառաջ շարժ չկա որակական իմաստով մեզ ընդառաջ։ Ադրբեջանից տեսնում ենք փոքր քայլերով, հա, խաղաղության գործընթացի, բայց Թուրքիայից դա էլ չենք տեսնում եւ ամենամեծ ձեռքբերումը Թուրքիայության, որ գրանցվել է, դա պաշտոնյաների անկաշկանդ այցերն են, որոնք որ սովորական բնույթ են կրել։ Դա այսպես տեսանելի փոփոխություն է, նախկինում հիշում եք ինչ աղմուկ եւ սկանդալ կարգավորման մեր պաշտոնյաները։ Այո, ընդ որում շատ լավ շեշտադրում էր։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ոնց հասկանում եմ չեն գալու կամ կարող է գան։ Գոնե նախագահի մակարդակով կարելի ասել, որ չեն գալու։ Կարծեք թե ապրեցան խաղի։ Անգամ նաև Սա հետաքրքիր ցուցիչ կլինի, պարոն Խարատյան։ Այո, գիտեք, ես մինչև այս հաղորդումը վերհիշեցի, որ նախորդ տարի ես նույնպես հրավիրված էի ձեր տաղավարում եւ քննարկում էինք հայ-թուրքական հարաբերությունները եւ ցավով, արձանագրեցի ինձ համար, որ ոչ դեպի վատն է փոխվել, ոչ դեպի լավ, այսինքն առաջխաղացում էլ որակական չի եղել։ Այս իմաստով կարծեք թե Ադրբեջանը եւ հատկապես Թուրքիան չեն շտապում, Թուրքիան սպասողական վիճակում է, իհարկե կարելի է տարբեր ժամանակահատվածներ նշել, թե ինչին են սպասում, հունիսի 7-ի ընտրություններին, սպասում են խաղաղության պայմանագրի կնքմանը, սպասում են խաղաղության պայմանագրի կնքման վավերացմանը, փաստաթղթի թե թրիփի իրագործմանը։ Ես կարծում եմ, որ Հայաստան, անձնապես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի զգայուն հարցը թրիփի հարցն է, կոմունիկացիաների հարցն է, այսինքն Թուրքիան ինքը շատ մեծ հույսեր չի փայփայում Հարավային Կովկասի առանձին պետությունների հետ կապված, դե Ադրբեջանը մի փոքր այլ տեղ է, Հայաստան-Վրաստան նկատի ունեմ, ինքը գործընթացները տեսնում է տարածաշրջանային ֆորմատներով, ես կասեի տարածաշրջանների ֆորմատով։ Հետևաբար միակ կապող բանը այստեղ թրիփն է կամ կոմունիկացիաներն են, իսկ այս հարցում էլ դեռ տեղաշարժ չի նկատվում, այսինքն մեզ մոտ ճանապարհ չկա, իրենց մոտ չկա, այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ չասեմ ստագնացիոն ինչ-որ իրավիճակ է, բայց սպասողական։ Այստեղ մեկ հանգամանք կուզեի ասել, որ այս գործընթացը ի վերջո կա բարիդրացիականություն, հայ պաշտոնյաները եւ հանդիպումները շատացել են թուրք պաշտոնյաների հետ, ինչը ողջունելի է, բայց այստեղ մի միտում կա խոսույթների փոփոխության մասին կուզեի նշել, որը ըստ իս լավ երևաց Անտալիայի դիվանագիտական ֆորումում, օրինակ պանելային քննարկումը, որ նվիրված էր Հարավային Կովկասում, իդեմս Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի եւ Թուրքիայի նախագահի խորհրդականի միջև եւ ոչ մենակ Հիկմետ Հաջիևի հիմնական շեշտադրումը Հայաստան-Ադրբեջան գործընթացին էր վերաբերում։ Հայաստան-բուն Հայաստան-Թուրքիա գործընթացից գրեթե ոչինչ չխոսվեց եւ չխոսեց թուրքական կողմը, այսինքն կարեւորություն չտվեց։ Իսկ մեր խոսույթի փոփոխությունը, որը հասկանալի է, այն է, որ մենք սկսել ենք կարծեք թե դադարել անընդհատ ակնկալողի դերում հայտնվել եւ անընդհատ անհարկի այդ հարցը բարձրացնել, որ վատ իրավիճակի մեջ չհայտնվենք եւ զուգահեռաբար արդեն հարցազրույցներում, մեկնաբանություններում իհարկե մենք նշում ենք, որ մենք վաղն էլ պատրաստ ենք սահմանների բացմանք, մեր տնային աշխատանքը գերազանց կատարում ենք, սպասում ենք, բայց այդ հարցը թուրքական կողմը նախ չկարևորեց, որը իմ համար ցուցիչ էր, եւ երկրորդ Հայաստանն էլ փորձեց ի վերջո հանդես գալ ավելի այնպիսի դերում, որ ինքը փորձեց առաջ տարածաշրջանային կոմունիկացիաներից խոսել, համապատասխանելով թուրքական այդ հավանական օգուտներից, հա, հավանական ընդհանուր շահարկումներից, որը իհարկե մի փոքր չասեմ վերացական է, ապագային է միտված, բայց քանի որ Թուրքիան ինքը կոնկրետ այսպայն չի դնում այդ հարցը, մենք էլ հասկանում ենք, որ չպետք է սխալ տպավորություն կթողնվի եւ մեկ բան էլ կնշեմ, հա, նշեցի, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ենք փոքրի շատ է մի մասը կասի առարկայական, մի մասը կասի սիմվոլիկ բնույթի քայլեր այնուամենայնիվ արվում են, բայց նույնը չենք տեսնում նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Շատ լավ։ Պարոն Արյան, դուք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ լայն շփումների մեջ եք եւ եկեք խոստովանենք հիմա բոլորս եթե մտածենք 10 տարի առաջ, կարող է 5 տարի առաջ, 15, 20 եւ այլն, մենք հայ-թուրքական
կամ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան թեմաների մասին խոսելիս այսքան հանդարտ գուցե չխոսենք։ Հիմա մենք ավելի հաշվարկների տրամաբանությամբ ենք փորձում հասկանալ ինչը ինչին կարող է բերել։ Նախկինում էմոցիաները շատ են եւ դրա դրսեւորներից մեկը Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումն էր Երևանում, ինչպես տեսանք, Դաշնակցությունը հրաժարվեց այս տարի Ադրբեջանի դրոշի այրումից եւ խորհուրդ տվեցին այդտեղ ինչ որ լուրջ այսպես դիրքորոշման փոփոխություն չփնտրել։ Այ սփյուռքի մեր հայրենակիցները հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է ունենալով իր անվտանգային մարտահրավերները, որոնք անմիջապես ՀՀ քաղաքացու մաշկին առաջին հերթին հասնում են, քան, ասենք, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների մաշկին, այսինքն գիտակցական մակարդակում արդյոք այդ ազատությունը իրենք տալիս են կամ Հայաստանի այսօրվա քայլերը ըմբռնում են եւ կարող եք անդրադառնալ նաեւ այն նշումներին, որ ուզում եք նախորդ հարցի վերաբերյալ խոսել, խնդրեմ։ Գիտեք, հայ-թուրքականը, եթե քաղաքական ձեր մեր գործընկերներու դիտարկումներն անտին փորձեմ ներկայացնել, մեծ ագանատաշտ է, իրապես, հայ-թուրքական հարաբերությունները, եւ այդտեղ բաժնված է 3 խորքային մասերու։ Հայաստանի Հանրապետության իշխանություններ, չպիտի չուզեմ ասել պետություն, Հայաստանի հասարակություն եւ Սփյուռք։ Այս 3 խաղացողները կան այս թեմային շուրջ եւ եթե բարոն Խարադյանը նշեց 1965-ը որպես դարձագետ եւ շատ կարեւոր նշում է, որովհետեւ այդ դարձագետեն յետք 70-ականներու սկիզբը մենք Սփյուռքի մեջ չեմ գիտեր ինչպես հանգարց գանգնեցանք զինյալ բայկար գոչված թրույթին արչեւ, որուն հետևանքով թուրք 17 դեսպաններ սպանվեցան, սա որպես փաստ պետք է նաև այսօր գողքին դիտարկել 2020 թվականի Արցախյան պատերազմը եւ ապա Արցախի հայաթափումը որպես նոր իրայիմը, նոր շրջանիմը նախասկիզբ։ Դե ինչպես կմտածի այսօր հայկական Սփյուռքը, դժվար է մեկ բառով կամ ներկայացական մեկ երանգով մեկ տեսակետ ներկայացնել չկա։ Բայց յուրաքանչյուր Սփյուռքայու համար սա շարադրություն չէ, իրականություն է այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգությունը նաև հզորացումը առաջին խազի վրա է։ Ճիշտ է, որ դարբեր ներկայացուցիչներ նույն պատգամները, բանջարդիրություն եւ այլն կշարունակեն։ Այո, եւ դարբեր թրույթներով գրնան ցեվափոխել այդ խոսքերը, ինչպես օրինակ 3 դրոշները մեկ այրված է, Կալդարի գրնա 2 հատ։ Ադրբեջանի դրոշը այս տարի չենք կրնար այդտեղ ճիշտ չափանիշը դալ ներկայացնել, բայց եւ այնպես վերջին տարիներում նախքան այս իշխանություններու ներկայությունը մենք նկատեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը որպես իշխանություններ, դարձյալ պիտի չսեմ պետություն, շատ մեծ գաֆեր գործեց, հատկապես հայոց ցեղասպանության օրագարկը եւ թեման ծառայեցվեցավ քաղաքական նպատակներով, որը ոչ մեկ դրական դեղ չդարավ։ Այսօր մեր հիշողության մեջ, իմ անձնապես, իմ հիշողությանս մեջ խոցելի մնաց այն ՀՀԳ դիգնանց պատկերը, որոնք մանիշակակում բայսակներով եւ գոշիկներով բարձրացան Ձիզերնագապերտ։ Ինչ տվավ մեզ այդ բոլորը։ Այստեղ է կարևորը եւ կամ Երևանի փողոցներում մեջ մենք նկատեցինք կհիշեմ եւ կբահանջեմ։ Իրոք այսօր հայ ժողովուրդը եւ Հայաստան եւ Սփյուռք բանջներու առումով լուրջ առաջարկ ունի Թուրքիո։ Եթե հանգարց վաղը Ռեջեփ Տայիպ Էրդողանը ընդունի հայոց ցեղասպանության փաստը ինքը վերջին տարիներուն փոխած է, գիտեք, խոսույթը այսօր օրինակ Բոլսո մեջ տեղի պիտի ունենա Սուրբ Պատարագ եւ այնտեղ պիտի գարտացվի Թուրքիո նախագահային ուղերձը այդ հիմա ցեվագերբումները կրնան փոխվել այդ դխուր թեփկերու մասին կամ եղերնի մասին կամ Չանակկալե Գելիպոլին հիշատակվելու է զուգահեռ վստահ չեմ բայց ես չեմ ուզեր արդարացնել թրքական կողմի մոտեցում բայց եւ այնպես մենք 30 եւ ավելի տարիներու հոմուրքը չրինք մենք չհարցուցինք թե ինչու մենք թուրք դեսպաններ սպանեցինք ինչ էր մեր նպատակը կամ եթե այդ նյութնալ մեկ կողմ թողնենք այսօր մենք ինչ կբահանջենք Թուրքիային ինչ է մեր ցեվագերբումը հայ-թուրքական հարաբերություններու բարելավման առումով ինչու կսեմ այս մեկը որովհետեւ երկու կողմ են նաեւ Թուրքիո կողմ են մենք այդ իրավունքը չենք ուզեր տալ Թուրքիո վստահության խնդիր կա գնեք այն որ հայոց ցեղասպանության
ճանաչման պահանջը այդքան խիստ դնելուց հայկական կողմը հրաժարվել է եւ պահանջում է հայ-թուրքական կամ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում։ Դա ո՞նց տեղի ունեցավ, ինչու տեղի ունեցավ, դա արդյոք ռացիոնալ հաշվարկ է, թե դա ուրացում է, ամեն մեկը ինչ որ մի բան ունի, հա, մեկնաբանություն գնահատական։ Գիտեք, մենք Թուրքիո հետ թուրք ցեղին հետ 1000 տարվա պատմություն ունենք։ Եվ այդ ամբողջը մենք մեկ կողմ դրած ենք եւ գետրոնացած ենք միայն 100 տարվան փորձառություններուն ցեղասպանության վրա։ Այդ առումով է որ գսեմ, մենք վստահության խնդիր կա։ Թուրքիո կողմը մեր հանդեպ, նաեւ մեր կողմը Թուրքիո հանդեպ եւ այս խնդիրը չի գրնար լուծվել մեկ ստորակրությամբ, այսինքն գրնան սահմանները բացվել, բայց հայ-թուրքական խնդիրը ավելի խորքային խնդիր մնե, որում վրա պետք է աշխատին երագոմ ուղղությամբ, երաշերտ, three dimension, սպյուրք Հայաստանի հասարակություն եւ Հայաստանի պետություն կամ իշխանություններ, որը այսօր չի գդարվիր եւ խոսեցակ սպյուրքի մասին, այսօր հստակ խզում կա, որովհետեւ սպյուրքը մեկ երկերք է, Հայաստանի իշխանությունները ուրիշ երկերք են։ Որովհետեւ Հայաստանը հարկադրված է իր, այսպես մաշկին կպնող կարիքներից խոսել, իսկ ԱՄՆ-ում ապրող հայը հետ խնդիր չունի ամեն։ Այս բոլորը պետք է բացատրվի, որովհետեւ մենք միայն կտեսնենք պարոն Փաշինյանի բադգերը Էրդողանի քիրքին հետ, բայց չենք տեսնել այն ընդունելությունը, որուն արժանացավ Նիկոլ Փաշինյանը Թուրքիո մեջ, նաև Թուրքիո նախագահի երթնագալության։ Ասում Նյու Յորքում Թուրքիայի տաններ, չէ՞, Նյու Յորքում գտնվող Թուրքիայի տանները։ Գիտեք, կարևոր շեշտ մտնեմ, Թուրքիո համար խորհրդանշական դրույթները շատ ավելի կարևոր են, քան արտգործնախարարներու հանդիպումները։ Սա շատ կարևոր փաստ է եւ աշխարհին արժե։ Հիմա Թուրքիան այս վերջին շրջանին բարոն Սիմոնյանն ալսավ ազգային ժողովի նախագահ, թե ինչու դարձյալ մեր խնդիրը կգաբե Ադրբեջանի հետ, չեմ գիտեր ինչ կսպասե, նաեւ մենք բարոն Միրզապեգյանը խոսեցավ Թուրքիո ագնգալիքներուն կամ կարևոր թվականներու մասին, օրինակ մեր ընդրությունները, բայց եկեք տնենք հարցը Թուրքիո ներսեն։ Արդյոք Թուրքիո հասարակությունը կամ Ռեջեփ Տայիպ Էրդողանը ինչ պիտի դա իր ժողովրդին այս թեմայով կամ ինչ միավոր պիտի գործընծնե, նաև եթե ճիշտ դիտարկենք, կարծեք թե մենք գաբրինք Թուրքիո այս նախագահի վերջին կորձելատ շրջանի, այսպես շրջանի էտապի ավարտի մասին չեմ պայմանավորեր անցով, բայց նաև գսկանք, որ Թուրքիան ավելի փասիվ է։ Փասիվ է, գիտեք, գործե ինչ որ Սուրիո մեջ դեղաշարժերու մեջ մասնագիտ դառնալ, բայց նախաձեռնող չէ, ավելի ընկալող է եւ գործե խոսիլ արաբներուն հետ Սուրիո բարակային։ Նույնը գրնան գսել Իրան, Միացյալ Նահանգներ, Ջագադումին արընտեր Թուրքիան ավելի սահմանված խաղը առաջ կդանի։ Չուզեր առաջին գուզե իր իրավիճակը բահել, ներքին իրավիճակը բահել, որովհետև մենք դակավին չենք գիտեր իսկապես թուրք-քրդական հարցը լուծվեցավ կամ ոչ, կամ ընդրություններուն ընթരാճ Թուրքիան ինչ ծավաճապով պիտի վերադառնա ընդրական խաղին, նույն գուսակցությունը պիտի մնա իշխանության վրա, ով պիտի փոխարինի Ռեջեփ Տայիպ Էրդողանը, սա այս բոլորը պետք է նաև դիտարկել Թուրքիո կողմենտի։ Շատ լավ, պարոն Ղևոնդյան, Թուրքիան եւ Ադրբեջանը միասին բազմակի անգամներ Հայաստանին գերազանցում է ռազմական, տնտեսական, քաղաքական եւ տարբեր այլ ռեսուրսների հաշվարկներով բնակչության եւ պատերազմի պարագայում ըստ Շուշիի հռչակագրի նաեւ միմյանց աջակցելու պարտավորություն ունեն երրորդ կողմի հարձակման դեպքում Հայաստանը տարիներ շարունակ ձգտում էր այս դիսբալանսը ինչ որ առումով հավասարակշռել կամ արևմտյան, ինչ որ ճնշումներ բերելով Թուրքիայի վրա, չգիտեմ, ԱՄՆ-ի նախագահի ցեղասպանությունը ճանաչելը կամ Ֆրանսիայի ինչ որ գործողություններ կամ ԵՄ-ում ինչ որ բանաձևեր, բայց նաև որպես կոշտ ուժ ռուսական ռազմաբազան է, որ մշտապես դիտարկվել է այդ նոր ցեղասպանությունը կանխարգելելու միջոց, հուսամ շատ չեմ խտացնում գույներ, այ Միջդեռ վերջին շրջանում մենք տեսնում ենք երաշխավոր բառից Հայաստանի իշխանությունների շրջանում զզվանք կներեք այս բառի համար, ասելով, որ երկկողմ հարաբերություններն են ավելի արդյունավետ, այդ որն է ձեր գնահատմամբ արդյունավետության բանաձևը այս փուլում, այս պատմական ժամանակաշրջանում։ Շնորհակալություն, իհարկե անպայման հարցի այդ մասին կանդրադառնամ, բայց գործընկերների խոսքերին հարցի մյուս մասերի հետ համաձայնելով անպայման ես արձագանքեմ։ Նախ ցանկանում եմ, քանի որ հայոց ցեղասպանության տարելիցն է այսօր եւ խոսք գնաց դրա մասին, ցանկանում եմ նշել, որ հայոց ցեղասպանությունը իհարկե այն
մարդկության դեմ հանցագործությունը, որը ժամկետ չունի եւ այստեղից քննարկելու բան կարծում եմ չկա, բայց դա չի նշանակում, որ Փաշինյանը սխալ էր, Փաշինյանը ճիշտ էր, ցանկացած գործողություն, որը որոշակի հանրային ուրեմն հնչեղություն ունի, օգտագործում է քաղաքական նպատակներով, իսկ հայոց ցեղասպանությունը որպես շատ մեծ, շատ տարածական, շատ խորը ուրեմն զգացմունքներ առաջացնող գործողություն չէր կարող չօգտագործվել քաղաքական նպատակներով եւ այն օգտագործվել է քաղաքական նպատակներով եւ օգտագործվելու է քաղաքական նպատակներով տարբեր կողմից, տարբեր երկրների, այլ ուժերի կողմից, բայց Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի իշխանության ժամանակ հայոց ցեղասպանության ճանաչումը որպես առաջնահերթություն չի հռչակել։ Գոնե փաստաթղթերում հրճակված չի եղել, որ դա Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի, ոչ Սարգսյանի ժամանակ, ոչ էլ այս իշխանությունների ժամանակ։ Այնպես որ միջազգային խաղացողների այդ գործողությունները այնքան էլ կապված չեն նրա հետ, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկացել է ինչ-որ բան անել եւ դա վերցրել են օգտագործել են։ Միջազգային խաղացողների խարդավանքները, շահարկումները օգտագործել է եւ այլն կապված են իրենց շահերի հետ, իրենց շահերի բխել է։ Թե մենք ենք իրենց ասել եկեք ճնշեք Թուրքիայի Հենց դրա մասին եմ ես ցանկանում ասել։ Գոնե որպես առաջնահերթություն, գոնե որպես հռչակված նպատակ դա չի եղել։ Գուցե ինչ-որ ներքին փակ ձևաչափերում նման բան եղել է, ես չգիտեմ դա, բայց Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հռչակել, որ իր համար ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների կողմից առաջնահերթություն է։ Գոնե 91 թվականից հետո այդպիսի հռչակում կամ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, որտեղ մենք առաջնահերթություն ենք դա ճանաչում։ Ինչը նշանակում է մեկ բան, որի մասին ես էլի ասացի, որ դիրքորոշումները փոխվել են ոչ մեզ մոտ, դիրքորոշումները փոխվել են մյուս կողմերի մոտ, եւ դա կապված է հենց Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Որովհետեւ մեզ մոտ կապ ընդուն, որ նրանք բոլոր դեպքերում էլ ուզում են, որ Հայաստան չլինի։ Տեսեք, ես կարծում եմ, մինչդեռ այսօր Ալիևից ամեն օր խաղացան մասին։ Ես կարծում եմ, որ Ալիևը, Էրդողանը, ինչպես նաեւ շատ-շատերը այդ երկու երկրներում շատ կուրախանային, եթե արտանային առավոտյան պարզվեր Հայաստան չկա կամ հայեր չկան։ Եվ ես կարծում եմ հայերի մեջ էլ շատ-շատերը կան, որ շատ կուրախան որ առավոտյան արտանային տեսնեն, որ Ադրբեջանը, Թուրքիան չկան։ Բայց օբյեկտիվ իրողությունները ուրիշ են։ Այո, օբյեկտիվ իրողությունները ուրիշ են։ Հայաստան կա, Ադրբեջան կա եւ Թուրքիա կա, եւ ինչ որ բան ցանկանալը եւ իրական քաղաքականություն վարելը բացարձակապես տարբեր հարթություններ, տարբեր բաներ են եւ Սփյուռքին անդրադարձ եղավ այս ուրեմն համատեքստում մի շատ կարևոր բան, որը իմիջիայլոց ես ասեմ, որ եւ թուրքերը եւ ադրբեջանցիները օգտագործում են մեր դեմ բազմաթիվ հանդիպումների ժամանակ, այդ դեպքում թե պաշտոնական հանդիպումների, թե փորձագիտական հանդիպումների ժամանակ, դա այն է, որ Սփյուռքը իրականում բազմաչափ է, Սփյուռքում ես եթե կարելի է այսպես անվանել, իհարկե Սփյուռքը ինքը հոգնակի բառ է, բայց մենք ունենք Սփյուռքեր, մենք չունենք մեկ Սփյուռք։ Մենք ունենք Սփյուռքում բազմաթիվ կազմակերպություններ, որոնք մեկը մյուսի դիրքորոշումներին ոչ թե դեմ են, այլ մեկը մյուսի դեմ պայքարի մեջ են։ Եվ խոսել այն մասին, թե Սփյուռքը այսպես է մտածում կամ Սփյուռքը այնպես է մտածում, դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև Սփյուռքում կան այսպես մտածողներ, այնպես մտածողներ եւ բացարձակապես երրորդ ձևով մտածողներ։ Ինչը շատ դեպքերում հնարավոր չի լինում կապիտալացնել, ինչու։ Ես նշեմ, որ 1-2 տարի առաջ չեմ հիշում կոնկրետ երբ հանդիպում ունեցա Հունաստանի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ, ովքեր ինձ համար տարօրինակ բան ասացին։ Նրանք ասացին, որ մենք մտածում ենք ինչ որ մի կերպ, բայց դրա մասին չենք խոսում, որ հանկարծ չխանգարենք Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ես ասացի ընդհակառակը։ Դուք խոսեք դրա մասին, որովհետև երբ դուք դրա մասին չեք խոսում, ձեր փոխարեն խոսում են օրինակ Սփյուռքի ինչ որ դաշնակցական կառույց, հնչակյան կառույց կամ մեկ այլ կառույց եւ տպավորություն է ձևավորվում, որ ընդհանուր Սփյուռքի կամ ընդհանուր օրինակ հունական Սփյուռքի կարծիքը այսպեսին է, բայց իրականում հունական Սփյուռքի կարծիքը այդպեսին չէ, Սփյուռքի մի հատվածի կարծիքն է այդպես։ Մյուս հատվածի կարծիքը այլ կերպ է։ Եվ ադրբեջանցիներն ու թուրքերը վերցնում են այդ հնչած 1-2 կարծիքը, վերագրում են ամբողջ Սփյուռքին եւ գալիս են մեզ հետ խոսելիս, ասում են որ ձեր Սփյուռքը այսպես է մտածում։ Հայկական կողմը շատ դեպքերում չի անդրադարձնում, որ ժողովուրդ ջան, մեր Սփյուռքը դա չի, դա Սփյուռքի ասեք 1 կառույց է, 2 կառույց է այդպես մտածում։ Սփյուռքը բազմաչափ է եւ բազմաթիվ տարբեր կառույցներ կան, տարբեր մոտեցումներ կան։
Ես եւ Սփյուռքի վերաբերյալ եւս մի կարեւոր բան, որ ինքը թանկանամ անդրադառնամ, պարոն Արյանը շատ ճիշտ ասաց, որ մենք չգիտենք թե օրինակ պահանջում եք, ինչ ենք պահանջում։ Ես նշեմ, որ մենք երբեք չենք իմացել ինչ ենք պահանջում։ Հիմա սահմանի բացում ենք։ Հայաստանի հիմա բացում պահանջում է Հայաստանի իշխանությունը, բայց տեսեք ընդդիմությունը այլ բան է պահանջում, հասարակության մի հատված այլ բան է պահանջում։ Սփյուռքում տարբեր կազմակերպություններ տարբեր բաներ են պահանջում։ Այսինքն մենք երբեք, ես ավելին ասեմ, ոչ միայն Թուրքիայից, մենք Արցախի օրակարգում երբևէ չենք ունեցել ընդհանուր օրակարգ։ Նույնիսկ Արցախի հարցում կային մարդիկ պահանջում էին լղիմի տարածքը, կային մարդիկ պահանջում էին գրաված տարածքներ, կային մարդիկ ասում էին, չէ, այդպես չի լինի, բերեք մի կտորը կտրենք, օրինակ մենք ունեինք Արցախի նախկին պաշտոնյա, ով ասում էր, բերեք մի կտորը կտրենք տանկիրած, եւ մնացած կտորի վրա ինքնիշխան պետություն ստեղծենք։ Այսինքն մենք ընդհանուր օրակարգ երբևէ չենք ձևավորել նույնիսկ Արցախի հարցում, էլ չասած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում։ Եվ գալով երաշխավորի հարցին, հա, մի բան էլ ես անպայման հիշեմ, Եվրոպայի քաղաքական խորհրդի հանդիպումը եւ Թուրքիայի կողմից սահմանը բացելու հարցը, Եվրոպայի քաղաքական խորհրդի հանդիպանը քաղաքական համայնքի գաղտնաժողովի հանդիպանը, ուրեմն Թուրքիայի նախագահը չի գալու, ցավոք կա արդեն այդ տեղեկությունը, տեսեք այդ հանդիպման տրամաբանությունն այնպեսին է, որ մասնակցում են միայն ղեկավարները, եթե ղեկավարները չեն մասնակցում, այլ մարդով չեն փոխարինում, բայց Թուրքիայի դեպքում կարող է լինել, կա որոշակի տեղեկություն, կարող է լինել բացառություն հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունները եւ կարող է մասնակցել արտաքին գործերի նախարարը, դեռ հստակություն ըստ ամենի չկա այս հարցում, եւ ինչին է սպասում Թուրքիան։ Ես նշեմ, որ բազմաթիվ դեպքերում, թե ադրբեջանցիների հետ հանդիպումներում, ընդ որում երրորդ երկրներում, թե հայ-ադրբեջանա-թուրքական հանդիպումներում, որոնց ես մասնակից եմ եղել, ակնհայտ է եղել թուրք փորձագետների, թուրք որոշ պաշտոնյաների, որոնց հետ ստացվել է հանդիպել, մոտեցումը, որ եթե ցանկանում եք հայ-թուրքական սահմանը բացվի, այդ հարցում Ադրբեջանը պիտի դեմ չլինի։ Այսինքն Թուրքիան սպասում է բացառապես մեկ բանի՝ Ադրբեջանը դեմ չլինի, որ այդ սահմանը բացվի։ Գոնե մեզ, այդպես գուցե ոչ ուղիղ ձևով, գոնե մեզ ներկայացում է այդպես, գուցե այնտեղ այլ հարցեր կան չեն ասում։ Եվ երաշխավորի հարցին, ինչու Հայաստանը այսօր խոսում, որ չի ցանկանում, որ երաշխավորներ լինեն եւ ցանկանում է ինքը ինքնուրույն վարել, օրինակ խոսակցություն Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ եւ այլն, որովհետեւ մենք ունենք շատ դառը փորձ երաշխավոր ունենալու։ Մենք ունենք երաշխավոր 2020-23 թվականներին մենք տեսանք, թե ինչ է լինում, երբ այդ երաշխավորը որոշում է մեզ վաճառքի անել։ Դրա համար էլ այսօր մեզ այլ երաշխավորներ պետք չեն, լինի դա մեկը, թե լինի 6-ը։ Շնորհակալ եմ, պարոն Խարատյան, եթե ասելիք ունեք դրան խնդրեմ, բայց կխնդրեմ նաև հետևյալ հարցին, բանաձևի հարցը, հա, այն Թուրքիա եւ Ադրբեջանի առելի ռեսուրսները հասկանալի են, հա, եթե դրանք օգտագործվեն ինչ-որ մի օր Հայաստան պետության դեմ, չգիտեմ, որն է մեր դիմադրելու բանաձևը, դիմադրելու մի բանաձևը արտաքին երաշխավորներ, դաշնակիցներ բերելն է, ճնշումներ բերելն է, Ռուսաստանի ճնշում, ԱՄՆ-ի ճնշում, ռուսական բազա եւ այլն, մարդիկ ասում են Եվրամիության դիտորդներ եւ Հայաստանի իշխանության այսօրվա քաղաքականություն ձեր կարծիքով արդյոք գոնե կառավարության դաշտ բերում է այն անվտանգային մարտահրավերներ, որ մենք կարող ենք սպասել, թե սա ինչ-որ նոր արկածախնդրություն է, որի մեջ մենք մտել ենք առանց հաշվարկների, որը կարող է բերել նոր զիջումների, որն է ձեր գնահատականը այս հարցով։ Դե առնվազն հնարավոր է եղել ակտիվ ռազմական գործողությունները բացառել, գոնե մինչ այս պահը, եւ այսքանով կարելի է ասել, որ այնինչ տեսնում էինք մինչև 2020 թվականի պատերազմը, իսկ հենց մասնավորապես 2020 թվականի բազմաթիվ անգամներ հիշատակված Սևրի պայմանագրի հղումները եւ նախագահի եւ վարչապետի մակարդակով, որը շատ հաճախ գնահատվում էր որպես արկածախնդրություն, հա, Հայաստանի որևէ իշխանություն այդ մակարդակում այդպիսի հայտարարություններ չէր արել մինչ այդ։ Պատերազմից հետո եւ դրան հաջորդած իրադարձությունների պարագայում կարդինալ հակառակ բան ենք տեսնում եւ Փաշինյանը առիթ բաց չի թողնում, որ իր ելույթներում ասի, այո, այդպես եմ եղել, սխալ եմ եղել։ Հիմա ճիշտ եմ։ Փոխվել ենք։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ, որովհետև կա ուրիշ թակարդ, հակառակ ծայրահեղության մեջ ընկնելը եւ սկսել խոսել ամեն ինչի մեջ մենք ենք մեղավոր եղել, ել չշարունակեմ, որովհետև շատ է ասվում եւ ասողների պակաս չկա։ Տեսեք, հայ ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության ճշգրիտ նշվեց պարոն Ղևոնդյանի եւ կարծեմ մյուս գործընկերներն էլ հիշատակեցին, որ հայ ցեղասպանության ճանաչումը մեր հարաբերությունների արտաքին քաղաքականության հիմքում չէ։
Սա չի նշանակում, թե ճանաչման գործընթացում մենք լրիվ զերծ ենք մնում դրանից։ Սա նշանակում է, որ եւ Թուրքիայի հետ հարաբերություններում եւ աշխարհի մյուս երկրների հետ հարաբերություններում մենք դա չենք կառուցում, այս երկիրը ճանաչել է ցեղասպանությունը, եթե այո, ուրեմն լավ է, եթե չէ, ուրեմն չենք խոսում ձեզ հետ։ Սա է։ 1993 թվականին քչերն են հիշում Ժիրայր Լիպարյանը Հյուրիեթին, Թեջում Հյուրիեթին հիմա չեմ հիշի հարցազրույց էր տվել եւ այս ձևակերպումներ արել հետ գնացեք տեսեք թե ինչ էին ասում այդ մարդուն այն ժամանակ, հա, այսինքն մեր մոտ այո, հա, հարցազրույց էր տվել, ասել էր հայ ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքացիության հիմքում չի։ Չէ, մաշչի չէր ասել, ասում էր հիմքում չի նույնիսկ։ Այսինքն մենք բոլոր հարցերում դրանից չի որ իհարկե։ Դա չի բխում մեր պետության, սա կարևոր է։ Առանցքային է մեր համար որպես ժողովուրդ, պետություն, որովհետև այս պետությունը նաև ստեղծվել է այնպես, որ այս ցեղասպանության նաև պատճառով ու հետևանքով է այս տեսքը ստացել։ Հայաստանի Հանրապետության բնակիչների 70-ից 80%-ը այս կամ այն կերպ ունի ցեղասպանության կամ արևմտյան Հայաստանի կամ Հայաստանի պատմական Հայաստանի տարբեր հատվածների հետ կապ։ Ոնց ենք պատկերացնում, որ այս մասին չխոսում։ Ծիծաղելի է նույնիսկ այս մասին խոսել, բայց տարբեր փուլերում փոխակերպումներ են եղել։ Ինչի մասին է խոսքը։ Ֆուտբոլային դիվանագիտությունը հիշատակվեց այս շրջանում, հիշում ենք, որ գնացինք պրոտոկոլներ ստորագրեցինք, որտեղ պատմաբանների հանձնաժողով ձևավորելու բան ունեցանք, հա, այսինքն դա որակվեց, հատկապես առավել ծայրահեղ տրամադրված խմբերի կողմից, որպես ցեղասպանությունը քննարկելու նույնիսկ եւ կասկածի դա խնդրեմ է իսկապես։ Մենք ունեցել ենք հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի օրինակը, որտեղ փորձեր արվում այնուամենայնիվ ոչ միայն Հայաստանը ներկայացվածություն ունենա, այլև Սփյուռքի որոշ օղակներ, Ռուսաստանից հայ համայնքի ներկայացուցիչ կար, Միացյալ Նահանգներից ներկայացուցիչ կար, ինչի հասանք դրանով, որոշ մեր համար շատ արժեքավոր դիվանագետներ գործեցին, բայց այնուամենայնիվ ունեցանք մի շատ կարևոր փաստաթուղթ, որը մինչև հիմա միջազգային մակարդակով թերևս ամենակիրառելի փաստաթուղթն է, դա ICTJ-ի անցումային արդարադատության միջազգային կենտրոնի կողմից գնահատականն է, որտեղ հայ-թուրքական հանձնաժողովի կողմից խնդիր էր դրվել այդ կառույցի կողմից գնահատական տալու եւ այդ կառույցն ասել է, որ սա ցեղասպանություն է։ Փոխակերպվել է նաև տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքականությունը, օրինակ Դավութ Օղլուի շրջանում, երբ որ զրո պրոբլեմ հարևանների հետ քաղաքականությունն էր վարվում, առաջին անգամ թուրքերն ասացին, մենք այլևս չենք հերքում։ 2010 թվականին Բրուքինգզում ես Ամերիկայի ձայնի լրագրող էի, Դավութ Օղլուին հարց տվեցի։ Ասացի, ինչ է ձեր դիրքորոշումը հայոց ցեղասպանության մասին, եւ ինքը սկզբում ասաց այլևս, հետո ասաց այլևս չի, այսինքն ասաց մենք այլևս չենք հերկում, ընդունեց որ հերքել են։ Հերկողականությունն է եղել քաղաքականության հիմքում, այլևս իրենք ասում են, այո, այն ինչ պարոն Արյանն ասաց, հա, այսինքն եկեղեցում կլինի վարչապետի կամ նախագահի այս պարագայում ելույթը, կասվի, որ ցավում ենք ինչ որ բան եղել է։ Այսինքն սա Թուրքիայի քաղաքականության փոփոխությունն է, ասելով, որ եղել է, բայց սա համատեղ վիշտ է։ Եվ իրենք դրան վերեցին 1915 թվականի հայտնի Գելիպոլի Չանաքքալեի ճակատամարտը, որտեղ ավստրալա-թուրքական ուժերը պատմություն ունեն եւ ասին, գիտեք, հենց նույն ապրիլի 24-ին, հենց նույն ապրիլին մենք էլ պատերազմի մեջ էինք եւ դա համատեղ վիշտ է։ Եկեք խոսենք համատեղ վշտի մասին։ Այսինքն Թուրքիան ներփորեն փոխել է իր մոտեցումը հայ ցեղասպանության հարցում, հասկանալով, որ կացնային հերկողականությունը ել ավելի է լարելու իրավիճակը եւ իր դեմ է բերելու, ուստի ասում է, այո, ինչ որ բաներ եղել են, բայց դա ցեղասպանություն չի օրինակ։ Դա օրինակ մեր ժողովրդի վիշտն է։ Չի հերքում, բայց Օսմանյան հայերը նաեւ մեր հայերն են։ Այսպես հանդարտ հանգիստ չափով մենք ենք վնասներ կրել, այդպիսի Սա այսպես ասած կոլեկտիվ տրավմա է, հա, այսինքն։ Մենք էլ զոհեր ունենք։ Թուրքերը նաեւ ունեն ուրիշ բաներ, օրինակ հայտնի թուրք իդեպ կոնֆլիկտաբան կա, Վոմիկ վուլկանը, որը առաջ է քաշել այսպես կոչված ընտրված տրավմա ձևակերպումը, chosen trauma, եւ հայոց ցեղասպանության վրա է կառուցել այս միտքը, դեռևս 90-ականներից, եւ սա հիմա մինչև տեսության մեջ դասավանդվող է, որ ժողովուրդը կամ ինքնությունը, որպեսզի ել ավելի ամրապնդվի, որպեսզի ել ավելի համախմբվի, պիտի ունենա տրավմա, այդ տրավմայի վրա կառուցի ապելություն կլինի, այլատիացություն կլինի կամ նույնիսկ կարող է նաև դրական լինել որոշ իմաստներով եւ դրա շուրջ ավելի ամուր ինքնություն է կառուցում։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Հարություն Մարությանի մի շատ կարևոր աշխատության, որ կոչվում է հայ ինքնության պատկերագրություն, երկհատորյակ է, հսկայական գործ է արել եւ իր կուտակած 88-89 թվականի շարժումների ընթացքում այդ բոլոր հանրահավաքներին հայոց ցեղասպանության եւ 88-ի արցախյան շարժման կապն է ցույց տալիս։ Անասելի մեծ է այդ կապը։ Ինչ առումով։ Որովհետեւ ցույց է տալիս, որ 88 թվին հայոց ցեղասպանության
վրեժխնդրության հիմքով Արցախյան շարժումը շարունակվում էր եւ սա ասում էին կրկնվող ցեղասպանություն, այն ինչ խոսում էինք նաեւ 20 թվականին, 23 թվականին էթնիկ զտման եւ այլնի ընթացքում։ Ուրեմն մենք նաեւ հայոց ցեղասպանության հիշողությունը, դրա հետ կապված քաղաքականություն կառուցել, որտեղ հիշողության քաղաքականությունը առանցքային է պետության եւ ներքին եւ արտաքին իմաստներով, ինչ որ անհասկանալի վերարժևորման վիճակում ենք։ Եվ սա է ինձ համար, այո, ինձ համար անհանգստացնողը սա է։ Այսինքն մենք չենք կարողանում մեր ներսում գալ կոնսենսուսի, թե ընդհանրապես մեր մոտեցում այս հարցին ինչ է։ Եւ արդեն գործընկերները բազմիցս ճշգրիտ նշեցին, որ այստեղ միանշանակ մոտեցում չկա։ Ռիչարդ Հովհաննիսյանը, որ հայագիտության կարկառուն ներկայացուցիչներից է, վարչապետի ասածն այն է, որ զոհ ենք դարձել խարդավանքների միջազգային։ Դե ես չգիտեմ, ես չեմ ուզում հիմա իր ասածը չեմ ուզում բան անել, այդ իրենց ասելիքն է, բայց այդպես չի լուծվում այս հարցը։ Ես սա եմ ուզում ասել։ Տեսեք, Ռիչարդ Հովհաննիսյանը, որին դժվար է մեղադրել, հա, այսինքն թուրքոֆիլիայի եւ այլնի մեջ առաջին հանրապետության մասին հսկայական աշխատություն ուներ, մինչեւ կյանքի վերջ շատ կարեւոր բաներ ասում էր, տեսեք, ասում է։ Մենք չունենք որևէ կոլեկտիվ մոտեցում, թե մենք ինչ ենք ուզում թուրքերից հայոց ցեղասպանության հարցում։ Լավ, ճանաչեցին վաղը, շատ լավ, բոլորս ուզում ենք, այդ ճանաչումը կարևոր սկիզբ է։ Հետո ինչ ենք ուզում։ Եվ ով է դրա պահանջատերը։ Հայաստանի Հանրապետությունն է, Սփյուռքի առանձին օղակներ են, հայերի այն համայնքներն են, որոնք այդ ցեղասպանության արդյունքում կամ հետևանքով տուն են կորցրել, սեփականություն են կորցրել, ամենակարևորը մարդկային կյանքեր են ունեցել, կորուստներ ունեցել եւ այլն։ Եվ այստեղ իրեն հակադարձում են, բայց ասում են դա սխալ մեթոդական մոտեցում է, սա մեր խնդիրը չի, թող միջազգային դատարանը որոշի, ընդհանրապես սա ինչպես պիտի արվի։ Եվ ինչ, եւ այս ցիկլից դուրս չենք գալիս։ Եվ սա մեզ բերում է մի վիճակի, երբ որ մենք մեր ներսում սկսում ենք միմյանց հայհոյել, ուդել, այո, մեղադրել թուրքասեր կամ թուրքատյաց լինելու մեջ, մեղադրել նրա մեջ որ ուրանում ենք, եւ այս ամբողջ ցիկլից դուրս չենք գալիս, որովհետեւ իրական բովանդակային խոսակցություն չկա, թե ընդհանրապես մոդելավորումը որն է։ Այդ որտեղ է, որտեղ կարող է լինել համահայկական մոտեցում, իսկապես համահայկական մոտեցում հայոց ցեղասպանության քաղաքական հատվածի վրա։ Դրա փաստ լինելը չենք էլ քննարկում, սա քննարկումից դուրս է։ Պատմաբանները կարող են դետալներ քննարկել իր հայոց ցեղասպանությունը աշխարհի երկրորդ ամենահետազոտված ոճիժն է, որ կա, հա, հրեից ողջակիզման հոլոկոստից հետո։ Ուրեմն այս տեսանկյունից եւ գիտական, եւ մտավոր գիտելիքի ինֆորմացիայի պակաս չկա։ Հարցն այն է, արդյոք մենք մեր ներսում համահայկական մակարդակում ունենալու ենք այնպիսի օրակարգ, որով հետագայում առաջ ենք շարժելու նաեւ առաջին հերթին Թուրքիայի հետ հարաբերությունների տեսանկյունից։ Որովհետեւ հենց մենք ամրացանք, պնդացանք, հասկացանք մեր մոտեցումն ինչ է այս հարցում, հա, եւ մեր դարդը մեր վրա ծախել պետք չի։ Որևէ մեկը կլինի դա խոշոր խաղացողները տարածաշրջանում եւ այլն, մեզ պետք չի բացատրել, թե մենք ոնց պիտի սքանք կամ ինչ քաղաքականություն պիտի կառուցենք եւ նրանք ովքեր տրվում են գիտակցված կամ անգիտակից արտաքին ուժերի կողմից այս լրացուցիչ, այսպես ասած, կրակի այրմանը դա առնվազն մեզ վնասում է ներքուստ։ Մի վերջին բան կասեմ, ես կարծում եմ, որ այո, իրապես ճգնաժամ է այս տեսանկյունից եւս, երբ որ տարիներ շարունակ տևական ժամանակ մենք տարբեր ամերիկյան նախագահների ասելիքին էինք սպասում, չգիտեմ, տարբեր լիդերների ասելիքին էինք ստացում եւ դրա վրա կառուցում էինք քաղաքականություն, հա, տեսանք Բայդենը իրապես հայտարարեց, որ ցեղասպանություն բառը օգտագործեց։ Ասում էին չեն օգտագործում ցեղասպանություն բառը, որովհետև դա իրավական հետևանքներ ունի։ Բայց արդյոք մենք կարողացել ենք հասնել նրան, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունում, պետքարտուղարությունում բոլոր դեսպանություններին հանձնարարականներ գնա, որ այդ երկրներում հայոց ցեղասպանության տարբեր միջոցառումներում կամ այդ երկրների հետ հարաբերություններում իրենք խրախուսեն, այնպես ինչպես հրեից հոլոկոստի մասով են անում։ Հա, երկրներ կան, որոնք որ հոլոկոստի թանգարաններ են կառուցում, որպեսզի իսրայելա-ամերիկյան գծի հետ լավ լինեն։ Մենք այստեղ էլ չենք հասել դեռ, ընդ որում ունենալով մի քանի մակարդակներում տարիներ շարունակ ձևակերպված եւ ընդունված ճանաչված հայոց ցեղասպանություն ունենալու պայմաններում։ Շնորհակալ եմ, պարոն Միրզաբեկյան, դուք էլի նշումների մեծ ցանկ ունեք, կարող եք դրանց անդրադառնալ կամ այն բանաձևի մասին խոսել, որ այսօր առկա է Հայաստանի իր հարևանների ուղղությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի հատկապես։ Շնորհակալություն, ես կշարունակեմ գործընկերներից ասածը եւ նաեւ մեկ այլ թեմայի կանդրադառնամ։ Հարց հետեւյալն է, որ ինչպես հասկացա, պարոն Խարատյանը նկատի ուներ, թե որտեղ է որ
համահայկականության շուրջ պետք է համախմբվենք եւ որտեղ է հենց երկկողմ գործընթացի բնույթը, Հայաստան-Թուրքիա գործընթացի բնույթը եւ այստեղ տեսնում ենք, որ հայ-թուրքական գործընթացը այս փուլում ընթանում է Հայաստան-Թուրքիա ձևաչափով եւ գալով այն մասին, թե հայոց ցեղասպանության հարցը եղել է արդյոք մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն չեն կարող ասել, սակայն կարծում եմ ակնհայտ է եւ բոլորը կհամաձայնեն ենք, որ սա տարբեր իշխանությունների կողմից որպես մարտավարական քաղաքականություն տարբեր կերպ է որպես մարտավարություն օգտագործվել եւ մոտեցումների տարբերություն է տրվել։ Օրինակ համար 90-ականների 2000-ականների մոտեցումները իհարկե տարբերվում է 90-ականներից, հիմա մոտեցումը նույնպես տարբերվում է 2000-ականներից եւ սա ինչպես նաեւ հայոց ցեղասպանության հարցը իհարկե չենք պայմանավորել հենց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացման պաշտոնապես, բայց ինքը նաև ինչ որտեղ ճնշման միջոց է եղել Թուրքիայի վրա հասնելու այդ նպատակին, որովհետև հիշեցնենք, որ Հայաստանի սա մի ընդհանրություն, որ Հայաստանի բոլոր իշխանությունները ցանկացել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել։ Բայց այս իշխանություն ոչ թե ոնց որ թե այդ ճնշման քաղաքականությունից հրաժարվում է, կարծելով, որ եթե արտաքին տղաներ չվերի Թուրքիայի վրա, իր հետ երկկողմ ավելի հեշտ կլինի հարաբերություն կարգավորություն չկա։ Իրավիճակը լրիվ այլ է, բայց այս առումով մի փոքր նմանություն կա 90-ականներին, բայց մարտավարությունը տարբեր է եղել եւ օրինակ 2000-ականներին պատկերացում ճնշման միջոցով, այսինքն պատկերացումը այլ է եղել, թե ինչպես է փորձում հասնել այդ խնդրի լուծմանը եւ այստեղ այսինքն փորձել են նաեւ ճանաչմամբ ազդել Թուրքիայի վրա գնալու սակարկման եւ գնալու սահմանի բացման։ Բայց հարցը դա արդյունավետ է եղել կամ որքանով է արդյունավետ եղել, թե չէ եւ հենց այստեղ է նաեւ որ թուրքական կողմում էլ մոտեցումների տարբերություն է տվել, ինչպես նշեց պարոն Խառատյանը, նույն այն, որ թուրքական կողմը սկսեց առերեսվել ջարդերին, բայց չընդունելով, բայց ընդունելով ընդհանրապես ողբերգության էությունը, բայց չընդունելով հայոց ցեղասպանությունը, սա հենց իդեմս եղել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ժամանակ, հենց նա է առաջինը այսինքն այդ նման ուղերձով հանդես եկել, միջև այդ իրենց մոտ դա ընդհանրապես տաբու թեմա է։ Հիշում ենք Գյուլի նախագահությունը եւ նախորդին հանդիպումը Գյուլի հետ, հա, դա էլ էր հետաքրքիր։ Որ ժամանակ Աբդալլա Գյուլի նաեւ Անտանկության խորհրդի քարտուղարի հանդիպումը։ Այո, այս վերջերս։ Այո։ Չէ, նկատեմ ժամանակին, երբ խոսակցությունը կար, Էրդողանի, այսպես ասած, փափուկ հայերի թևը Գյուլ Դավթովն։ Այո։ Բայց որպեսի դեմը ասենց Էրդողանի, որ ուղեր ցղեց եւ այլն, այո, դա պատրիարքարանին ուղեր ցղեց, այսինքն իրենց մոտ էլ ճիշտ նշեց պարոն Խառատյան, այսինքն կար տարբերություններ։ Այս երկրորդ հարցը հենց Սփյուռքին է վերաբերում, ես այնպես չի որ շատ տեղեկացված եմ Սփյուռքի գաղթօջախների տրամադրություններից, ինչ խոսք, բայց ըստիս մեկ բան կուզեի առանձնացնել, որ այո, ինչպես շատ ճիշտ նշվեց, Սփյուռքը բավական բազմաբևեռ է, բազմաշերտ է, ոչ մի խոսք տարբեր պետություններում են գործում, պետության նույն կառույցների մեջ կան շերտեր, կուսակցական տարբերություններ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է ձեռքերը ծալած նստի եւ չփորձի այդ շերտերի հետ շփվի։ Անկախ դրանից, այո, աշխատի, անկախ դրանից դաշնակցական են թե չէ, այսինքն սուր գաղափարներով մարդկանց, այսինքն նրանց հետ էլ պետք է աշխատանք տարվել եւ որևէ կերպ չի նշանակում հենց իրենց հետ, որովհետեւ մենք ի վերջո պետք է աշխատենք, հա, խոսում ենք կարգավորումներից, թե մարտահրավերներ կան հնարավորություններ եւ հենց այդ մարդկանց հետ էլ պետք է աշխատանք տարվի ինչ որտեղ, չասեմ առերեսելու, սակայն նայելու ընդհանուր ստեղծված իրավիճակին եւ լուծումներ գտնելու ապագայի շուրջ։ Այսինքն միայն Սփյուռքի այդ աշխատանքը չպետք է խարսխված լինի անցյալին հետ նայելու հետ գործում, այլ նաեւ ապագային եւ ընդհանուր անելիքների հետ կապված, այո։ Եվ այստեղ էլ կուզեմ նշել, որ այո, խոսվեց այն մասին, որ պարոն Արեյանը հանգամանալից անդրադարձավ, որ կան տարբեր շերտեր, կան տարբեր հնարավորություններ ոչ մենակ Սփյուռքում եւ Հայաստանում, սա նորմալ է, սա բնական է եւ կարծում եմ այն բարդ հարաբերությունները, որ ունեցել ենք, ես սա տարօրինակ չեմ համարում, բայց խնդիրը ինչպես նշվեց, թե ինչպես ձևակերպել, ինչպես շարժվել առաջ, սա շատ կարեւոր է եւ կարծում եմ, որ Սփյուռքի հետ կոնկրետ աշխատելու մեծ տեղ կա եւ սա այն հարցերից է, որ նորից 90-ական թվականներից անդադ խոսվում է, լավ են կարել, վատ են կարել, բավարար չենք աշխատել, կարծում եմ, որ պետք է սա անընդհատ գործընթաց լինի եւ փորձենք ներգրավել այն նաև շերտերին, որոնք թեկուզ իրարամերժ դիրքորոշումներ ունեն այս կամ այն հարցում։ Շնորհակալ եմ, պարոն Արյան։ Գիտեք, պարոն Խառատյանը շատ կարևոր թեմա մտածավ, որովհետև Սևրի մասին խոսիլը այդ բادرազմի տոհուպոհի մեջ իսկապես մեղք կորձելու չափ շատ վտանգավոր խոսույթ էր եւ եթե դարձյալ Թուրքիա կողմեն դիտենք,
Հիմա այս մարդիկ իրոք զարմացած են։ Թուրքիո ղեկավարությունը, որ ի դարբերություն Հայաստանի իշխանություններու դարբեր, ասենք, դադանումներուն ունեցան մեկ քիչ սկիզբը հերկեցին, շարունակեցին հերկել, հիմա ինչ որ քայլեր կփորձեն անել։ Լևոն Տեր-Պետրոսյան գխոսեր հայ թրքագանի մասին ու նաև բացահայտ կսեր թե մենք հողային բան չունենք։ Հետո անեկդոտ մգա գապված բարոն Քոչարյանին, որ ցեղասպանությունը չգիտեմ ինչ է, բայց փողափեր է։ Հետո բարոն Սերժ Սարգսյանի օրերուն մենք նկատեցինք Թուրքիո հետ Թիվանագիտության առաջ խաղաց ֆուտբոլային քաղաքականություն եւ անգեյետ դաբալումը 2015-ը վերածել համաշխարհային ինչ որ թատրոնի կներեք եւ վերջերս բարոն Փաշինյանի խոսույթը Սևրեն անտին անցնիլ եւ Էրդողանի քիրքին հետ նկարվել։ Այս բոլորը եթե մենք տնենք թրքական խորկային պետության սեղանին, ինչ նույնիսկ համագարկիչը գրնա ցնցվել, պատկերացրեք, եւ այդ պատճառով է որ Թուրքիան շատ ավելի տանտաղ քայլերով գրնա առաջանալ, մեզի համար, ինձ համար շատ կարևոր է զադորոշել ցեղասպանության զգացական երեսակը pedagogan գործունեությունն եւ մենք հաջող գնենք այն բաները, որ միայն մեր ճշնամիները գրնան անել եւ պետք է անեն։ Եթե մենք այդ խոսույթները զադորոշենք իրար մեջ, սպիրկն էլ շատ լավ պիտի հասկանա մեզի, մենք ալ մեր ուզածը պիտի գրնանք ձևակերպել եւ անշուշտ կգրնեմ մյուս գործընկերներուս ասածը, որ սպիրկի հետ անընդհատ պետք է աշխատել ինչ պայմաններով դակ, այսօր ես կհասկանամ իշխանություններուն վախը։ Մենք տեսակ ցեղասպանության հուշահամալիրի թեմայով ինչ աղմուկ բարձրացավ, այսինքն եթե այս մարդիկ ինչ որ քայլ անեն, Թուրք ես այս հոգեբանական ծանր վիճակի մեջ են, մենք պետք է գկարծենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մեծ ընելիք ունի, նաև Բոլսայի համայնքը այս գործընթացներում մեջ ներառնելու, որովհետև Բոլսայի համայնքն ալ պետք է հասկանա, որ Հայաստանը այլևս այն երկիրը չէ, որ տեսեք, դուք իբրև թե ջնշված եք, Հայաստանը Թուրքիայի հախեմ պիտի կա եւ դուք ազատություն պիտի ստանաք։ Այդպիսի բան չկա։ Իրենցից չարժե սպասել, որ հայդուկյան վարկագից կդրսևորեն։ Այո, եւ իրենք ալ այդ դիլեմայի մեջ են Հայաստան գուքան շունչ կաշեն, այո, հայրենասիրական, բայց իրականության մեջ իրենք շատ կարևոր են եւ թանկ են մեզի համար Թուրքիո մեջ, որովհետեւ մենք բարոն Ռոբերտ, եթե մենք ցեղասպանություն, հադուցում այս բարերը ուզենք կործածել, մենք ամենակարևորը մեր ինքնությունը նաև որ մասն է Օսմանյան գայսուտենեն պետք է քուրքուրանք եւ Բոլսո Բադոհանը երբեք չփակենք։ Շնորհակալ եմ, եթե ցանկություն կա հավելելու, պարոն Ղևոնդյան, ունեք ցանկություն, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում մենք հրավիրել ենք քննարկում հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առնչությամբ եւ քննարկում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Շնորհակալություն սիրելի գործընկերներ Factor TV գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետեւելու համար, հաջողություն։